Կարծեմ մի քանի տարի առաջ էր Ռուսաստանի գրողնեմության պատվիրակություն եկավ մեր Թումանյա Բերնատուն գրական ակումբ, նպատակը մեկն էր ծանոթանալ երիտասարդ գրողների հետ։ Նույնիսկ այնտեղ գիտեն, որ մեզանում լավ աշխատանք ենք տանում երիտասարդ հեղինակների հետ, հավանաբար իմ ճակատագիրն է։ Ամեն մարդ իր առաքելություն ունի կյանքում, ինձ մոտ դա ստացվում է։ Իմ գրական կեսագրության մեջ միշտ այդ դերը կատարել եմ 90-ական թվականներին, երբ ղեկավարում էի Հայաստանի գրողների միությունը, 70 տաղանդավոր գրողներ էի հավաքել, բոլոր մոդեռնիստներին, նոր հեղինակներին, բոլորը մեկ-մեկից տաղանդավոր, եւ փառահեղ գրականություն մենք ստեղծեցինք։ Ինչպես տեսնում եք, նույն եթե կարելի է երկու անգամ էլ մտնել։ Ես հիմա երկրորդ անգամ եմ այս շարժման մեջ եւ էլի հաջողություն կա, ու այսօր ինձ համար շատ հետաքրքիր մի պահ է։ Ես հիմա ձեզ եմ ներկայացնելու մի նոր անուն։ Սարգիսին դեռ չենք ավարտել, բայց Սարգիսի մասին պիտի խոսի մի հեղինակ, ում տաղանդը ես գնահատել եմ եւ պիտի իր հետ լավ աշխատանք կատարենք, որ այս երիտասարդը կայանա մեր գրական կյանքում, լավ գիրք ունի արդեն, խոր հոգեբանական, գեղեցիկ հայերենով գրված, կմտածենք ինչպես իր համար ճանապարհ բացենք միասին, որովհետև բոլորս միասին ենք աշխատում, այստեղ անձնապես մեկը չէ, որ պիտի որոշում կայացնի, եւ ես իրեն խնդրեցի, որ իր առաջին ելույթը լինի ոչ թե ինքը իրեն ներկայացնի, տալանբան չի, որ գրողը ինքը իրեն է ներկայացնում, բայց ես բանաստեղծ եմ, գնացեք հեռու։ Եվ ահա ձեզ եմ ներկայացնում երիտասարդ տաղանդ, որ դեռ դպրոցական է, Լիլիթ Ուդումյան, Լիլիթ ջան, համեցեք։ Ես շատ առաջին հանձնարարությունը, որտեղ անընդհատ ծնողները, ընտանիքի անդամները հրապարակում են, հիմա ինչ անենք, ինչ քայլ անենք, որտեղ ես իմ բարձր կարծիքը իր գրականության հանդեպ արդեն ասել եմ, առաջիկայում կծանոթանանք ավելի։ Ասացի դու պիտի խոսք ասես Սարգիս Հայեցի մասին։ Ծանր քննություն է, բայց լսում ենք Լիլիթ ջան քեզ։ Ես առաջին անգամ եմ նման միջոցառմանը եւ անձնապես էլ չեմ ճանաչում հեղինակին, բայց ստեղծագործության թեկուզ փոքր հատված կարդալով արդեն երևաց հեղինակի սերը հայ ժողովրդի հանդեպ, գիտակցությունը ու ամենակարևոր միտքը, որ ինձ դուր եկավ, որ առանց սեր եւ առանց հավատ ապրելը իսկապես հավասար է չապրելուն։ Քանի որ այստեղ ցույց է տալիս, որ մարդը անգամ կյանքի իր ավարտին միևնույնն է հավատում է, որ ամեն բան կարող է փոխվել։ Ու այստեղ կոչ է արվում հայ ժողովրդին գնալ դեպի վերելքը, գնալ դեպի բարձունքը ու չհուսահատվել անգամ ամենամեծ դժվարության ժամանակ։ Այստեղ հայ ժողովրդի մեջ ամենաշատը պետք է կարևորվի իսկապես սերն ու հավատը, քանի որ երբ հայ ժողովուրդը սիրի, ապա կարող է իսկապես հասնել հաջողության, հասնել բարձունքի, հասնել վերելքի։ Դուր եկավ նաև այն միտքը, որ մարդու դժվարության մասին ոչ ոք չի իմանում։ Այն ճանապարհի մասին, թե նա ինչ է անցել, ինչ դժվարություններով, ինչ փորձություններով է անցել, հասարակությանը հայտնի չէ։ Սակայն մարդ պետք է ապրի իր հայրենիքի համար, այսինքն յուրաքանչյուր վայրկյանը պետք է մարդ օգտագործի իր հայրենիքին օգուտ տալու, իր հայ ժողովրդին որևէ լավ բան տալու նպատակով։ Շնորհավորում եմ, նորաբար հաջողություն։